Բարև ձեզ, նորից եթեր եմ դուրս գալիս, այսօր ապրիլի 24-ն է, ամբողջ հայությունը գիտեմ ցեղասպանությունը է նշում, բայց գիտեք ինչ կա, հայերը մենակ հայերի մասին են մտածում, 68-69 թվականներն էր, եթե չեմ սխալվում, ասում են 300,000, 400,000 հայ է զոհվել, հիմա այլ 1,5 միլիոն է դարձել, աճում է, բայց ինչու չեք ասում թուրքերից ինչքան է զոհվել, թուրքերից 2,5 միլիոն թուրք է զոհվել, դրա մասին էլ ասացեք, և այս սպանությունների, այդ զոհերի պատճառը ինչ է եղել, ոչ մի հայից չեմ լսել, ինչ պատճառներով այս զոհերն է եղել, ոչ մի հայից չեմ լսել, չկարեցա գտնեմ, բայց թուրքական աղբյուրներից ես կարդացա, սովորեցի, ուրեմն Օսմանյան կայսրության ժամանակ արևտրական ուրեմն ճյուղերը ասենք, հետո բանակում էլ եղել է, բոլորը հայերի կողմից է ղեկավարվել, բոլորը, 90%-ով այդպես է եղել, ուզում եմ ասել ոչ մի ազգային հարց չի եղել, այն երկրորդն էլ մոտ 600 տարի հայերի թուրքերի մեջ ոչ մի նման հարց չի եղել, ես չեմ կարդացել, չգիտեմ, չեմ կարդացել, հիմա պատճառն է ինչ եղավ, որ 14-18 թվականներում այսպիսի թե թուրքերի կողմից, թե հայերի կողմից զոհեր եղան, այդ պատճառը դրեք, լուծեք այդ հարցը, այդ հարցն էլ լուծելու ոչ մի կարիք չկա, ինչու չկա, Հայաստանը արխիվները չի բացում, թուրքերը, Թուրքիայի պետությունը անգամներով դիմել է, որ բերեք արխիվները բացենք, տեսնենք ով է մեղավոր, ով մեղավոր չի, ինչ եղավ, ասում եք թուրքերը հայերին սպանեցին, այսքո մենքո, բայց հայերն էլ են արել, հիմա այդ Լեռնային Ղարաբաղում քանի հատ շրջան, գյուղեր եւ այլ, Աղդամը մի հատ տուն չի մնացել, Ջաբրայիլում նույնպես, Ֆիզուլիում նույնպես, դրա մասին ոչ մի խոսք չկա, դա ցեղասպանություն չի, ինչ է, հիմա այլ Խանկյանդ քաղաքում ինչ-որ բան են քանդել, եկեղեցին քանդել են եւ այլ, լավ են արել քանդել են, դուք մեր մզկիթներում խոզ եք պահում, սուտ եմ ասում, եթե ուզենաք կցուցադրեմ, խոզ են պահում, ոնց էր դա, հիմա այլ 1828 թվականի ուրեմն հուշարձան կար, քանդեցին, քարապարեցին, չկա, նման բան չի եղել, ուրեմն 67 մզկիթից 64-ը քանդ ու քարապ են արել Լեռնային Ղարաբաղում, մեկն էլ չի մնացել, այդ ցեղասպանություն չի, ինչ է բա, ես նշել եմ, էլի եմ նշում, դե հիմա անցյալում ինչ եղավ, 111 տարիավոր չեք կարող ապացուցեք, որ թուրքերը ցեղասպանություն են արել, չեք կարող ապացուցեք, ինչու, որովհետև փաստ չկա, կեղծ է, հայերն էլ են սպանել, չէ, դրա մասին ոչ մի խոսք չկա, ոնց որ թե Լեռնային Ղարաբաղում, Լեռնային Ղարաբաղում ուրեմն զոհված հայերի մասին խոսում են, բայց ադրբեջանցիների մասին չեն խոսում, դրանք էլ են մարդ, չէ, ասում եք լավ եք անում, երկուսն էլ ասեցեք, հայերը այսքան են զոհ տվել, թուրքերն էլ այսքան են զոհ տվել, միայն հայերի մասին եք մտածում, այդ ասենք թե Ռուսաստանն, Ֆրանսիան, Անգլիան, չգիտեմ, որոշ պետությունները, ձեզ օգտագործել են որպես գործիք,
որպես ռուս ինչպես կարող է հայը ֆրցնի։ Ես չեմ պատկերացնում ռուսը ինչպես կարող է հայը ֆրցնի։ Հիմա այլ ռուսամոլներից ընկել են Քոչարյաննա, չգիտեմ, Զարուկյաննա, Սամվել Կարապետյաննա, չգիտեմ, ուզում են այս ռուսամոլներից ռուսն ուզում իհարկե Ռուսաստանն ուզում նորից վարչապետ ընտրվեն, վարչապետի աթոռին նստեն ու սկսեն նորից արանքը խառնելու էլի պատերազմ սկսի։ Պետք չի։ Ես էլ եմ հարց տալիս, ասում եք ցեղասպանություն, ապացուցեք այդ ցեղասպանությունը ինչպես է եղել։ Հայերը 14-18 թվականներին բանակ չեն գնացել, հրաժարվել են, չեն գնացել, փախել են։ 30,000-ից ավել հայերը զորք են հավաքել Թուրքիայի դեմ, որ Ռուսաստանը, Ֆրանսիան, Անգլիան, Ամերիկան խոստացել են, որ առանձին հայկական պետություն ստեղծեն։ 14-18 թվականներում, որ Թուրքիան էլ պարտվեց, Անտանտայի մեջ էր, գիտեք, արդեն բաժանել են Հունաստանին, Ֆրանսիային, Անգլիային, Ռուսաստանին եւ այլ։ Այնա այդքան խելացի դաշնակներ, եթե այդքան խելացի են, այնա առանձին այնտեղ հայկական պետություն են ստեղծում։ Ինչ կարիք կար թուրքերին ջարդելու։ Թուրքերի ջարդը հայերն են սկսել դաշնակների ղեկավարությամբ։ Մեկ էլ 18-20-ական թվականներում Գյումրին որպես մայրաքաղաք այդպես են կենտրոն այդպես են ընտրել։ Բայց Մուստաֆա Քամալ Փաշայինը, մեկ էլ Ռուսաստանը իրար հետ խոսացել են, որ բերեք Հայաստան ստեղծենք, բայց մայրաքաղաքը Երևանը դառնա։ Մի նեղացեք, ճիշտն եմ ասում, Ադրբեջանի տարածքում հայկական պետություն է ստեղծել։ Էդ էլ մի կողմ եմ դրել, ինչ եղավ, այդ 20-ական թվականներում եղավ։ Հիմա ցեղասպանությունը կասեմ, հայերի սպանածներից էլ ասեք, միայն հայերն են զոհվել, ուրիշ ազգություններից ոչ մեկ չի զոհվել։ 2.5 միլիոն թուրք է զոհվել։ Ես ասում եմ նրա համար, որ բերեք այս հարցերը մի կողմ դնեք։ Դրեք մի կողմ, հերիկա։ Այսօր ես կարդացա, տեսա դրոշակն, Թուրքիայի դրոշակն են վառում։ Իհարկե դաշնակներն են, գիտեք։ Դրոշակը վառում եք, բայց արդյունքը ինչ կլինի։ Թուրքիան ձեզ ծափահարել է, լավ արեցիք, դրոշակը վառեցիք, եւ էդ էլ պետք է նշեմ, որ դրոշակ բառը հայկական բառ չէ։ Ինչու եք վառում դրոշակը։ Որ ինչ։ Նորից պատերազմ եք ուզում, Պատերազմը 20-ական թվականներում 2020-ական թվականներում պատերազմի ժամանակ եթե Թուրքիան էլ մի քայլ աներ, չարավ։ Ադրբեջանի հետ Հայաստանին կվերացնեն։ Տեսակ չարավ։ Ադրբեջանին դիմեց, որ խաղաղություն է պետք, դադարեցրեք Թուրքիան դիմեց։ Հիմա էլ մեր սիրելի նախագահ պարոն Իլհամ Ալիևը հայերի հետ, Հայաստանի հետ այս հարաբերությունները կարգավորում է, լավ է անում։ Ողջունում եմ, ճիշտ է անում։ Էլ սկսում են մեզ դրանց բենզինը պետք չի, այս պետք չի, այն պետք չի, գազը պետք չի։ Ինչ եք շահից, գցենք թե պետք չի։ Հետո վերջն ինչ է լինելու։ Եվ այսպեսով էլ եմ ասում, դրոշակներից հեռու կացեք։ Ուրեմն հույները եւ պարտվեցին Աթաթուրքին, դրոշակը բերում Աթաթուրքի ոտների տակն են գցում։ Աթաթուրքը հրամայում է, որ դրոշակը վերցրեք։ Դա մի մարդու դրոշակը չի, ամբողջ ազգի դրոշակն է։ Ամոթ է, չի կարելի, վերցրեք դրոշակը։ Վերցնում են։ Հիմա դրոշակը կվառում։ Ինչ եք շահելու դրոշակ վառելով, ձեզ եմ դիմում։ Իշխանյաննա, չգիտեմ, Քոչարյաննա,
լսվել են, բան են անում, ուզում են նրանց բերեն վարչապետի աթոռը նստացնեն։ Եվ նորից արանքախառնեն լսներն են ուզում։ Արանքախառնեն էլի պատերազմ լինի կան նստեն, թե Հայաստանում, թե Ադրբեջանում։ Հերուկացեք լսներից։ Ռսամոլներից ընդհանրապես հերուկացեք։ Ձեզ պետք է ռսամոլները։ Այնա արդեն մեր հարաբերությունները դասվում լավ է, գնալ գալ լինի, բարելուց լինի, արևտուր լինի, թող լինի, ողջունում եմ մեր պարոն Իլհամ Ալիևին էլ, պարոն Փաշինյանին էլ։ Ողջունում եմ, լավ են անում, ճիշտ են անում։ Եվ այսպեսով դիմելով ձեզ հարգելի հայեր, դուք ձեր աչքի առջև տեսնում եք դաշնակները ինչ օրիններից են դուրս գալիս։ Գոնե նկատողություն արեք։ Ես էլ եմ հայի մեջ մեծացել։ Մինչև 90-ական թվականները ոչ մի հայ մատով մեզ չի կպչել։ Ես եմ ասում ձեզ։ Հարգանքով պատվով ապրել ենք։ Հիմա դաշնակները սկսել են, չգիտես, ինչ ձևերով ուզում են աթոռը նստեն նորից թալանեն հայերին։ Հայերին թալանեցիք 20 տարի, ինչ եք ուզում, էլ ինչ եք ուզում հայերից։ Հայերը աշխատասեր ազգ է, գիտեմ, թող գնան իրանց համար ապրեն, ինչ եք ուզում, պատերազմ են ուզում։ Պատերազմից ինչ շահեցիք։ Գոնե այդ երակլուրում այդ եղած զոհերի ծնողներից, բարեկամներից, հարազատներից չեք ամաչում, ամոթ չի, ինչ եք ուզում։ Էլ ուզում են երիտասարդներ զոհվեն։ Ինչի մա զոհվեն։ Դաշնակներից հեռու կացեք։ Դաշնակներին դուրս վրընդեք Հայաստանի տարածքից։ Որ ուզում են թող գնան, պետք չի դա հայերին։ Եվ այսպեսով էլի դիմում եմ ամբողջ հայությանը, ինչ եղավ։ Ամեն տարի ուզում են ցեղասպանության օրը նշեն, 111 տարի է անցնում։ Տեսնում եք, որ չեք կարող ապացուցեք։ Չեք կարող հաստատեք։ Ինչու՞ մար, որովհետև փաստ չկա։ Փաստ չկա։ Ճիշտ է, հայերից են զոհվել, թուրքերից են զոհվել, բայց միլիոնի կես, այդ ժամանակ Թուրքիայում միլիոնի կես հայ կար, միլիոնի կես հայ է զոհվել։ Ուրեմն բերեք վեճ տանք, մեզ խաղաղություն է պետք, ապագա սերունդը պիտի խաղաղ ապրի, ես խաղաղություն եմ ցանկանում, Ադրբեջանի Հայաստանի միջև, թե Թուրքիայի Հայաստանի միջև, և թե Թուրքիային, թե Ադրբեջանին, թե հայերին բարի օրեր եմ ցանկանում, սիրեցություն եմ ասում։